Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի 1175-րդ օրն է։ Շարունակում ենք քննարկել, հասկանալ Ուկրաինայի, Ամերիկայի եւ Ռուսաստանի միջև բանակցությունների բարդությունները։ Նոր հայտարարություններ կան։ Ուիտկոֆը ասում է, որ Թրամփը վերջնագիր է ներկայացրել թե Ուկրաինային եւ թե Ռուսաստանին։ Հետաքրքիր է, չէ՞։ Սա է Թրամփի թիմի աշխատանքի ոճը։ Նրանք ձեր դեմքին մեկ բան են ասում, բայց ձեր մեջքի հետևում պարզվում է, որ վերջնագիր են ներկայացրել։ Չնայած մենք մեր լսարանի համար մանրամասն վերլուծել ենք բոլոր պաշտոնական հայտարարությունները, բայց Թրամփի մերձավորները մեջքի ետևում ասում են նման բաներ։ Մենք սրանց էլ կանդրադառնանք։ Ուիտկոֆի խոսքով Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը վերջնագիր է ներկայացրել Ուկրաինային եւ Ռուսաստանին, պնդելով, որ նրանք պետք է ուղղակի բանակցություններ վարեն։ Հակառակ դեպքում Ամերիկան դուրս կգա բանակցային գործընթացից։ Այս մասին հայտարարել է ամերիկացի առաջնորդի հատուկ ներկայացուցիչ Ուիտկոֆը լրատվականներից մեկին հարցազրույցում։ Ուիտկոֆը նշել է. «Մեջբերեմ, որոշումները արդյունավետ են, երբ կան ուղիղ բանակցություններ։ Պետք է ուկրաինացիներին ու ռուսներին նստեցնենք նույն սեղանի շուրջ։ Այժմ դաժան պատերազմ է։ Նրանք միմյանց չեն սիրում։ Մենք պետք է դա փոխենք»։ Հետաքրքիր է, չէ՞, ինչպես են փոխելու։ Ծեծելով ստիպելու են մեզ իրար սիրել։ Լրիվ դիլետանտի խոսակցություն է, էլի։ Շարունակեմ ցիտել Ուիտկոֆին, նա ասում է. «Պետք է ստիպենք բոլորին հավատալ, որ այս խնդիրը լուծելու պատասխանատու ձևը դիվանագիտական լուծումն է։ Մի քիչ մոտ է իրականությանը։ Մենք առաջարկում ենք, որ երկու կողմերն էլ որքան հնարավոր է շուտ, այլ ոչ թե ուշ նստեն ուղիղ բանակցությունների», ասում է նա։ Իմ կողմից ավելացնեմ, որ առավել հետաքրքրական է բանակցություններից դուրս գալու ամերիկյան սպառնալիքը։ Տպավորություն է, որ ինչ-որ մեկը խնդրել է իրենց ներգրավել բանակցությունների մեջ։ Բայդենի ադմինիստրացիան բանակցություններ չէր վարում, նա պարզապես օգնում էր Ուկրաինային։ Թրամփը որոշել էր միավորներ հավաքել խայպով, խաղաղարարի դերում հանդես եկավ ճնշումների միջոցով եւ հիմա նման դեգերումների մեջ է։ Չի զարմացնում, որ նման համառ դիլետանտիզմի ֆոնին Թրամփը գերազանցել է Պուտինին եւ Սի Ցզինպինին աշխարհի ղեկավարների հակառեյտինգում։ Ամբողջ աշխարհի համար սահմանված մաքսատուրքերը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդեպ հարձակումները Օվալաձև գրասենյակում Թրամփի համար անհետևանք չեն մնացել։ Նրան վերաբերվում են ավելի վատ, քան հայտնի բռնապետերին։ Ամերիկայի ընկալումը աշխարհում զգալիորեն վատթարացել է վերջին տարվա ընթացքում։ Այն երկրների բաժինը, որտեղ Ամերիկան ունի դրական մաքուր իմիջ, ընկել է 76%-ից մինչև 45%։ Ինքը Թրամփը ունի գրեթե համընդհանուր բացասական ընկալում։ Աշխարհի 82% երկրներում նրա մաքուր վարկանիշը բացասական է։ Դա շատ ավելի վատ է, քան Պուտինինը 61% կամ Սի Ցզինպինինը 44%։ Երբ հարցրել են Ամերիկայի ընկալման վատթարացման պատճառների մասին, Դեմոկրատիայի դաշնության հիմնադիր եւ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը պատասխանել է. «Մեջբերեմ, նախագահ Թրամփը հրահրել է առևտրային պատերազմ, կշտամբել է Ուկրաինայի նախագահին Օվալաձև գրասենյակում, ստիպել է դաշնակիցներին իրենց անպաշտպան զգալ, իսկ թշնամիներին ոգևորված։ Չեմ զարմանում, որ կարծիքները փոխվել են։ Նույնիսկ այնպիսի մարդկանց մոտ, ինչպիսին ես եմ, ովքեր ամբողջ կյանքում հիացել են Միացյալ Նահանգներով եւ այն արժեքներով, որ Ամերիկան պաշտպանում է», հավելել է Ռասմուսենը։ Դեմոկրատիայի ընկալման ինդեքս հետազոտությունը անցկացվել է ապրիլի 9-ից 23-ը Նիրա Դատա հետազոտական ընկերության կողմից։ Հետազոտության պատվիրատուն էր Դեմոկրատիայի դաշնության հիմնադրամը, հարցվել է 111,000 մարդ 100 երկրներում։ Հիշեցնենք, ըստ Ռազումկովի կենտրոնի հարցման, Ուկրաինայում Ամերիկայի նկատմամբ վերաբերմունքը զգալիորեն վատթարացել է, անցած տարի դրականային վերաբերվում 84%-ը, բացասական 10%-ը։ Այժմ դրական է վերաբերվում 63,1%-ը, իսկ բացասական 26,7%-ը, բայց դեռևս դրական բալանսը պահպանվում է։ Անձամբ ես կարծում եմ, որ այդ դրական բալանսը գալիս է ուկրաինացիների երախտագիտությունից Ամերիկային պատերազմի տարիներին օգնության համար, բայց եթե Թրամփը շարունակի իրեն այսպես պահել, ապա ամենայն հավանականությամբ նրա վարկանիշը կիջնի ոչ միայն Ուկրաինայում, այլ ամբողջ աշխարհում եւ առաջին հերթին հենց Ամերիկայում։ Մինչ Պուտինը երկրորդ օրն է քար լռություն է պահպանում, նրա
փոխարեն սկսում են խոսել ուրիշները Ռուսաստանում։ Ռուսաստանի ռազմական էլիտայի եւ համագործակցողների շրջանում տարօրինակ տարուբերում է նկատվում։ Համագործակցողները դա կոլաբորանտներն են։ Ոմանք հանկարծ սկսում են խոստովանել, որ պարտվել են Ուկրաինայի դեմ պատերազմում, մյուսները բացահայտ կոչ են անում զինված ապստամբության Կրեմլի դեմ։ Հայտնի ռուս սպա Իվան Ատրակովսկին ուշագրավ հայտարարություն է արել, մեջբերեմ Ռուսաստանը պարտվել է պատերազմում եւ ընդմիշտ կորցրել է Ուկրաինան։ Նման անկեղծ հայտարարություն է արել Z հասարակության մեջ հայտնի ռուս սպան։ Նրա կարծիքով այսպես կոչված SVO-ն կարող է ավարտվել գործող ճակատային գծի սառեցմամբ, Ուկրաինայում արևմտյան խաղաղապահների տեղակայմամբ, դա վերջնականապես կչեղարկի Կրեմլի Կիևը գրավելու պլանները։ Դեռ ինչեր են չեմ մտածում սրանք։ Շարունակեմ մեջբերումը, այս ծերուկները այլ բան չգիտեն բացի առևտրով զբաղվելուց։ Կարծում եմ սա գիտակցված սադրանք է, այն ամենը ինչ կատարվում է 2014-ից ի վեր, գիտակցված դիվերսիա է ռուս ժողովրդի դեմ, նշում է Օտրակովսկին։ Իմջայլոց մեր տելեգրամում տեղադրել ենք նրա ռուսերեն խոսքը, իսկ Դոնեցկի կոլաբորանտ եւ անջատողական Պավել Կուբերևը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ Կրեմլի ռեժիմի դեմ։ Նա կոչ է արել ռուս զինվորներին պատերազմի ավարտից հետո չհանձնվել եւ բացահայտ մեղադրել է Պուտինի իշխանությանը ռուս ժողովրդի շահերը դավաճանելու մեջ։ Ով է խոսում, չէ՞ ռուսների շահերից։ Կոլաբորանտը Գուբերևը, ով վաղուց Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների էպիկենտրոնում է եւ ակտիվորեն աջակցում է ռուսական ագրեսիային, մռայլ հայտարարություն է արել Կրեմլի համար։ Նա կոչ է արել ռուս զինվորներին չզինաթափվել պատերազմի ավարտից հետո եւ հայտնել է իր պատրաստակամության մասին ղեկավարելու զինված դիմադրությունը Կրեմլի իշխանությունների դեմ։ Այս տրամադրությունների կենսունակությունը ցույց կտա ժամանակը, իսկ մենք կշարունակենք հետևել ռուսական տվայտանքներին, իսկ Եվրոպայում կարծես սկսում են լրջորեն պատրաստվել պատերազմի շարունակությանը։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմին հայտարարել է, որ պետք է պատրաստ լինել այն իրավիճակին, երբ ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինը չցանկանա դադարեցնել պատերազմը։ Նրա խոսքով Կրեմլի ղեկավարի համար եկել է պահը լրջորեն վերաբերվելու Եվրոպայում խաղաղության հաստատմանը, հրադադարին եւ բանակցություններին։ Լեմին այդ մասին հայտարարել է Լոնդոնում Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի եւ Իսպանիայի, Լեհաստանի եւ Եվրոմիության բարձրաստիճան դիվանագիտական պաշտոնյաների հետ հանդիպումից հետո։ Քննարկման կենտրոնում եղել է Եվրոպայի անվտանգության իրավիճակը, Ռուսաստանի ագրեսիային հակազդելու ուղիներն ու Ուկրաինայում սարսափելի պատերազմի հետևանքները։ Լեմին նաև իր զորակցությունն է հայտնել Ուկրաինային եւ բարձր է գնահատել նախագահ Վլադիմիր Զելենսկու պատրաստակամությունը բանակցելու ռուսական կողմի հետ։ Մեծ Բրիտանիայի դիվանագիտության ղեկավարը ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահը պետք է լրջորեն վերաբերվի խաղաղ բանակցություններին եւ նշել է, որ անհրաժեշտ է պատրաստ լինել նաեւ նրա հնարավոր մերժմանը։ Լեմիի խոսքով այժմ վճռորոշ պահ է Եվրոպական միության համար, հատկապես Կիևում եվրոպացի առաջնորդների եւ Լվովում արտգործնախարարների վերջին հանդիպումներից հետո։ Բացի այդ, սպասվում է, որ հաջորդ շաբաթ Լոնդոնում տեղի կունենա Եվրոմիության եւ Մեծ Բրիտանիայի գագաթնաժողովը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին վճռական դիրքորոշման եւ եվրոպական պաշտպանության խորացման պատրաստակամության համար։ Զելենսկին կարծես թե գտել է թե ինչպես ճիշտ արձագանքի Թրամփին։ Ուկրաինայի նախագահը նորից արձագանքել է Թրամփի նոր հայտարարությանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությունը Թուրքիայում ուկրաինական եւ ռուսական պատվիրակությունների միջև հնարավոր ուղիղ բանակցություններին շատ կարեւոր է եւ կարող է շատ բան փոխել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա հիշեցրեց, որ նախկինում աջակցել է Դոնալդ Թրամփին լիակատար եւ անվերապահ հրադադարի գաղափարով բավականաչափ երկար ժամանակահատվածով, որպիսի հիմք դառնա դիվանագիտության համար։ Ուկրաինան պատրաստ է ապահովել իր կողմից լռությունը։ Ուկրաինական կողմը նույնպես աջակցել է ԱՄՆ նախագահին Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ բանակցություններ վարելու գաղափարի հարցում։ Այս կերպ Զելենսկին մեծացնում է ճնշումը Պուտինի վրա։ Իդեպ Զելենսկին Էրդողանի հետ քննարկել է Թուրքիայում կայացած հանդիպման հիմնական մանրամասները, մասնավորապես հրադադարի անհրաժեշտությունը եւ դրա մոնիթորինգը։ Ուկրաինայի նախագահի խոսքով անհրաժեշտ է նաեւ, որ գործընկերները ապահովեն հրադադարի մոնիթորինգը։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին անցնելը ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր աջակցության համար։ Շնորհակալ եմ ձեզ ձեր լայքերի, մեկնաբանությունների եւ մեր եթերները տարածելու համար։ Եկեք այսօր նույնպես թշնամուն ցույց տանք, որ միասին կարող ենք տարածել ճշմարտությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ վարած դաժան պատերազմի մասին։ Խնդրում եմ այսօր նույնպես չմոռանալ ակտիվորեն լայքել եւ տարածել մեր եթերները։
Կուզեի հիշեցնել, որ ամենադիտարժան կադրերը, որոնք ցավոք չեն կարող տեղադրել YouTube-ում, կարող եք վայելել մեր Telegram-յան ալիքում։ Անցած 24 ժամվա ընթացքում բավականին դիտարժան կադրեր են հավաքվել։ Շարունակելով եթերի հիմնական թեման, ասեմ, որ ինձ մոտ կայուն տպավորություն է, որ մինչև պաշտոնի գալը Թրամփը ինչ-որ բան է խոստացել Պուտինին, բայց բախվելով դաժան իրականության հետ, հիմա փորձում է արդարանալ նրա աչքում, մնացածը ամեն ինչ անում է, ինչպես ասում են, լեգենդի համար։ Տպավորություն է, միգուցե հետո Թրամփը իրեն այլ կերպ պահի, բայց հիմա հենց այս տպավորությունն է իմ մոտ։ Իդեպ թեկուզ Պուտինը լռում է, բայց նրա բեղավոր քարտուղարը թերևս լռությունը լրացնելու համար մի մառախլապատ հայտարարություն արեց այսօր։ Ըստ նրա խոսքերի, ռուսական կողմը շարունակում է պատրաստվել մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք բանակցություններին, եւ Կրեմլը կհայտարարի ռուսական պատվիրակության կազմը այն պահին, երբ Պուտինը ճիշտ կհամարի։ Իսկ Կիևից նախօրոք զգուշացրեցին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ստամբուլում հնարավոր բանակցությունների ընթացքում պատրաստ է խոսել միայն Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ասել է նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Պոդոլյակին հարցրել են, ինչ է անելու Զելենսկին, եթե Պուտինը չգա, եւ կարող է արդյոք հանդիպել մեկ այլ անձի հետ Ռուսաստանի կողմից։ Պոդոլյակը պատասխանել է, ոչ իհարկե, դա բանակցային ձևաչափ է։ Նախագահը չի կարող բանակցել որևէ մեկի հետ, բացի Պուտինից։ Իսկ նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նշել է, որ Պուտինի կողմից բանակցություններից հրաժարվելը կլինի վերջին ազդանշանը, որ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը։ Իրենց հերթին եվրոպական առաջնորդները պատրաստ են սպասել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Պուտինի հնարավոր հանդիպմանը մայիսի 15-ին Ստամբուլում, նախքան Ամերիկայից պահանջել են նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը հղում անելով իր իրազեկ աղբյուրներին։ Անցնենք ռազմաճակատի տեղեկատվությանը։ Վերջին մեկ օրվա ընթացքում ռազմաճակատում տեղի ունեցել 166 զինված բախում, ամենաթեժ ուղղությունները մնում էին Պոկրովսկը եւ Նովոպավլովսկին։ Այս մասին հայտնում է մայիսի 13-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Նշվում է, որ Ուկրաինայի պաշտպանական ուժերը, ավիացիան, հրթիռային զորքերը եւ հրետանին հարվածներ են հասցրել թշնամու անձնակազմի եւ տեխնիկայի կենտրոնացման 20 հատվածներում։ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները Տորեցկի ուղղությամբ հաջողություններ են գրանցել մի շարք ուղղություններով։ Կուրսկի ուղղությամբ տեղի ունեցել 9 տարբեր ինտենսիվությամբ մարտական բախում։ Մեր Telegram ալիքի բաժանորդները հավանաբար արդեն տեսել են տպավորիչ կադրեր, թե ինչպես է խոցվել Սեյմ գետի կամուրջը Կուրսկի մարզում, որը անջատում է Ծյոտկինը բնակավայրը եւ Մերձակա Ռուսաստանի բուն տարածքից։ Բրյանսկի եւ Սումիի մարզերի սահմանին Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողությունը ավարտվեց ողբերգությամբ ռուս զինվորների համար։ Մայիսի 11-ի գիշերը ռուսական բանակի զինծառայողները զոհվել են ականապատված տարածքում տեղադրված պայթուցիկ սարքերի պայթյունի հետևանքով։ Ուկրաինայի զինված ուժերը մեկ օրում ոչնչացրել են 1070 ռուս օկուպանտի։ Ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի գնահատականի, Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր թշնամու բանակի ընդհանուր կորուստները հասել են 988.130 զինծառայողի։ Երևի այսքանով ավարտեմ երեքշաբթի օրվա մեր եթերը։ Օրվա բոլոր քաղաքական եւ ռազմական զարգացումներին հետևեք մեր Telegram-յան ալիքում։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, մինչ նոր հանդիպում։